Բարի լույս Հայկ ջան։ Բարի լույս, լավ եք։ Շատ լավ ենք, դուք ինչպես եք։ Փառք Աստծո, շնորհակալ եմ։ Փառք Տիրոջը, մարդկանց հարցրել էի ովքեր են գնացել պատարագի, տեսա որ կան կանայք ովքեր գնացել են, հետաքրքիր է տղամարդիկ կա, որ գնացել են պատարագի։ Հարցնում են այսօրվա թեման որն է, ասեցի հիմա չեմ ասի, որ ավելի հետաքրքիր լինի, սպասենք թող Հայկ Մադոյանը գա, բայց շատ կարևոր թեմա ենք ունենալու այսօր, այնպես որ մենք անհամբեր սպասում էինք ձեզ։ Շատ լավ, Անի ջան, փառք Աստծո, որ նորից իրար հետ ենք։ Այսօրվա թեման իրականում այսօրվա օրի հետ է կապված, տոնի հետ է կապված, որովհետև մենք ուզում էինք խոսել Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասին, այսօր իրենց տոնն է եւ շատ կարեւոր տոն է։ Ու դրա համար կարծում եմ նախ պիտի խոսենք ընդհանրապես առաքյալների մասին, եկեղեցու մասին, հետո կոնկրետ իրենց մասին, թե իրենք ովքեր են եւ ինչ դեր են կատարել ընդհանրապես մարդկության կյանքում ու մեր ազգի կյանքում։ Որտեվ երբեմն մենք ուղղակի անունները ասում ենք ու դուրս են գալիս, բայց շատ կարևոր է որ անդրադառնանք թե ով են այս մարդիկ, ինչեր են արել եւ ի վերջո այսօր իրանց արած ինչքանով է առնչվում մեր կյանքի հետ։ So կարծում եմ հետաքրքիր ընդհանրապես հիմա որ դեկտեմբեր ամիս ենք մտնելու, բավական հետաքրքիր սրբերի տոներ ունենք դեկտեմբերին եւ կարծում եմ որ կարելի է խոսել։ Մենք հիմա այս պահին 50-ակի պահոց մեջ ենք, 50 օրերի պահքն է որ հաճախ էլ չի պահվում ցավոք սրտի, բայց դեպքեր կան որ համենայն դեպս շաբաթ օրերը, քանի որ հիմնականում սրբերին է նվիրված, բավական հետաքրքիր անուններ կան, կերպարներ կան, որոնց որ եկեղեցին ասնահատուկ նշել է։ Տեսեք, մենք 12 առաքյալների հատուկ տոն ունենք, բայց Թադեոսն ու Բարդուղիմեոսը առանձին են նշվում իբրև հայ ազգի առաջին լուսավորիչներ։ Այդ երկուսի մասին ավետարանում շատ չի նշվում, չէ, Հայկ։ Հետաքրքիր է, Թադեոսի մասին շատ չի նշվում, բայց Բարդուղիմեոսի մասին, որ նույն Նաթանայելն է, հետաքրքիր խոսակցություն կա Հովանու ավետարանում, որի մասին կխոսենք։ Թադեոսն էլ հետաքրքիր կերպար է, իրենք ընդհանրապես մի քանի անուն ունեն ավետարաններում, սա է հետաքրքիր եւ այս մասին էլ խոսենք, օրինակ Թադեոսը 3 անունով, 3 տարբեր ավետարանիչներ 3 տարբեր անուն են տալիս։ Բայց ինչի՞։ Դե հաճախ լինում էր, որ մարդիկ ունենում էին նաեւ պատվանուններ, օրինակ Սիմոն Պետրոս եւ այլն։ Այս դեպքում օրինակի համար Մատթեոս ասում է Ղեբեոս, որը անվանվեց Թադեոս։ Մարկոսը արդեն մենակ Թադեոս է կոչվում։ Իսկ Ղուկասը Հուդա է կոչվում իրեն, բայց ոչ Իսկարիովտացին, որ ասում է տարբեր ես։ So այսպես է, դրա համար նույնիսկ հին եկեղեցում այս ավանդույթը կար, որ Եռանվանի առաքյալը Թադեոսը 3 անուն ունեցող այսպես կոչված։ Հետաքրքիր են իրենք, բայց ամենակարևորը նա է, որ իրենք նախ եւ առաջ Քրիստոսի անմիջական աշակերտներն են։ Եվ եթե իրապես մենք քրիստոնյա ենք ու հավատում ենք մեր Տիրոջը, ամենամեծ օրհնություն այս մարդիկ են ունեցել, որ տարիներ շարունակ լինեն ամեն օր գրեթե ամեն օր Քրիստոսի հետ սովորեն, Քրիստոսից լսեն Տիրոջ պատգամները եւ ի վերջո նաեւ այդ պատգամներով լուսավորված ոչ միայն իրենց պահեն, այլ նաեւ գնան ազգեր քարոզելու։ Որտեղ եթե ուշադրություն դարձնեք, Թադեոսը հիմնականում Եդեսիայից հետո բարձրացավ Հայաստան, աշխատեց, առաքելությունը իր գործունեությունը ծավալեց 40-ից 60-ականներ, քիչ չի, մոտ 20 տարի։ Իսկ Բարդուղիմեոսը ի սկզբանե Պարսկաստան էր գնացել, մինչև ավանդույթը ասում է հասավ Հնդկաստանի սահման, եւ դրանից հետո նոր վերադառնալով 60-ականներին մտավ Հայաստան։ Իրենք երկուսն էլ 12-ի մեջ են եղել, Հայկ ջան։ Մեր ավանդությամբ այո, որոշ ավանդույթ կա հունական, որ Թադեոսին 72-ի մեջ են դասում, բայց համաձայն հայկական ավանդության սա հենց է Թադեոս Ղեբեոսն է, որը որ Քրիստոսի անմիջական աշակերտներ։ Ու ինչու եմ ուզում այս մասին խոսել, որտեվ ճիշտ է մենք շատ ենք խոսել այս մասին, բայց կարծում եմ տեղին է նորից 1-2 անգամ խոսել նախ եւ առաջ առաքելական բառի մասին, ինչու առաքյալներ, ինչու այս մարդիկ այսքան մեծ պատիվ ստացան, որովհետև իրենք անմիջական վկաներն են այն ճշմարտության, այն սրբության, այն աստվածային զորության, որ Տերը գործեց։
Եվ քանի որ իրենք անմիջական վկաներն են, իրենք նաև մեծ պատիվ եւ իշխանություն ունեն, ու դրա համար մենք ավետարաներում բազում անգամ, մանավանդ հիմա որ Մարկոսի ավետարանն ենք սերտում, ամեն անգամ տեսնում ենք, թե ինչպես Տերը կոնկրետ մասնահատուկ առաքյալներին տարբերում է մյուսներից։ Ու դրա համար էր, որ հետագայում այս նույն առաքյալներին տրվելու էր ճշմարտությունը պահպանելու ամենամեծ իշխանությունը, որովհետև խորքի մեջ աշխարհի ու Աստծո պատերազմը ստի ու ճշմարտության մեջ է։ Մենք եթե կհիշեք նախորդ 13-րդ գլուխը, որ սկսեցինք Մարկոսի, ոմանք դիտեցին, երևի դուք էլ դիտեցիք, ինքը շատ հետաքրքիր թեմա էր, աշխարհի վախճանի մասին էր խոսում, Աստված, մարդացած Աստված։ Չեմ նայել վերջին դասն, Հայկ։ Այո։ Հələ չեմ նայել։ Շատ հետաքրքիր թեմա էր եւ այդտեղ մեր Տերը խոսում էր, թե ինչպես վերջի ժամանակներում կեղծ Քրիստոսներ ու կեղծ մարգարեներ պիտի գան։ Եվ ի վերջո ինչ են անելու, շեղելու են, խաբելու են։ Եվ ինքը ասում էր՝ մի խաբվեք։ Իսկ ինչպես է մարդ խաբվում, երբ որ իրեն սուտը ճշմարտության տեղ են ներկայացնում եւ ասում են սա է։ Եվ փաստորեն միակ ձևը, որպեսզի մարդ չխաբվի, ոչ թե ինչպես որ շատ հաճախ աղաներն են սա ասում, Սուրբ Հոգու ներկայություն ունեմ եւ վերջ, այլ առաքելական ուսմունքի մեջ ես, որովհետեւ Սուրբ Հոգու ներկայությունը շատ-շատեր ունեն։ Անկամ այդ նույն առաքյալների մեջ էլ կար, նույն Հուդան ինքը Սուրբ Հոգով բժշկություններ էր անում, Աստվածաշունչը ասում է, բոլորն էլ ասում է դևեր էին հանում, բայց արի ու տես, որ ինքը չմնաց ճշմարտության մեջ։ Ուրեմն առաքելական ուսմունքը իբրև այդպիսի միակ գրավականն է, որը որ Քրիստոս փոխանցեց առաքյալներին եւ Սուրբ Հոգին էլ առաջնորդեց, որպեսզի մնանք ճիշտ ուսմունքի մեջ։ Եվ ահա թե ինչու է, որ առաջի Տիմոթեոս 3:15-ի մեջ Սուրբ Պողոս առաքյալը, որ ինքն է լինելով առաքյալ, հեթանոսած առաքյալ, հստակ ասում էր, որ ճշմարտության սիրունն ու հաստատությունը եկեղեցին, այլ խոսքով առաքյալների եկեղեցին, որտեղ ուրիշ եկեղեցի չկար։ Եթե մեկը ուզում է ճշմարտությունը իմանա, այդ ճշմարտությունը հիմնված է եկեղեցու մեջ, որովհետև այդ եկեղեցին, առաքյալների եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ճշմարտության սյունն ու ճշմարտության հաստատությունը։ Ու դրա համար էր, երբ որ հետո նայում են գործքի մեջ կամ անգամ թղթերի մեջ, մասնավորաբար Պողոսի վերջի թղթերը կոչվում են հովվական թղթեր։ Տիմոթեոսի 2 թղթերը եւ Տիտոսի թուղթը, նաեւ ինչու՞ չէ, Փիլիմոնի թուղթը։ Այս կարելի ասել 4։ Հիմնականում այստեղ Տերը խոսում է առաքյալի շուրթերով Սուրբ Պողոս առաքյալի նրա մասին, որ այդ ճշմարտությունը պիտի փոխանցվի ձեռնադրությամբ։ Եվ այդ ճշմարտությունը պիտի պահվի։ Եվ այդ ուսմունքի հանդեպ ասում է Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուշադիր եղիր քո անձի նկատմամբ եւ թե ինչ ես ուսուցանում եւ հարատևիր դրանցում։ Ուրեմն հենց սա է պատճառը, որ մենք կոչում ենք սա առաքելական եկեղեցի եւ առաքելական հաջորդականություն։ Այս երկու տերմինները, որոնք հայկական չեն, համաքրիստոնեական են։ Առաքելական եկեղեցի, որը վավերական, authentic, այսինքն ճիշտ եկեղեցին է, եւ առաքելական հաջորդականություն, որը որ շարունակականություն ունի առաքյալներից սկսած։ Եվ մեր եկեղեցին, այդ եկեղեցին է, որ ունի առաքելական հիմք եւ առաքելական շարունակականություն։ Օրինակի համար բերեմ, ասենք Ռուսաստանի նման մեծ եկեղեցին, պետությունն ու եկեղեցին, ռուս ուղղափառ եկեղեցին, ինքը չունի առաքելական հիմք ուղիղ իմաստով, իրենք այդ առաքելական հիմքը ասում են, որ մենք վերցրել ենք հույներից, որտեղ այդ ժամանակ իրենք չկային։ Կամ ասենք շատ հաճախ եվրոպական բազում պետություններ, որոնք որ ժամանակին չեն եղել։ Առաքելական հիմքը ինքը շատ կարևոր է։ Եվ շարունակականությունը պահելը շատ կարևոր է, որովհետև կարող ես հիմքը ճիշտ ունենալ, բայց հետագայում շեղվել, կառույցը ծուռ անել։ Այս իրականության մեջ երկու առաքյալները կոնկրետ իրենք մեծ դեր են կատարել ընդհանրապես մեր ազգի ու մարդկության մեջ, որովհետև եւ սա այն մեծ օրհնությունն է, որ մեր ազգին Քրիստոս ոչ թե մեկ, այլ երկու առաքյալ պարգևեց, որ երկուսն էլ գան եւ երկուսն էլ փորձեն մեզ ուսուցանել։ Եվ այստեղ հետաքրքրորեն ուզում եմ Թադեոսից սկսել ու Թադեոսի կերպարը, քանի որ դուք ասացիք շատ բան չկա, իրականում շատ բան չկա։ Եվ եթե կարդանք ու որոշ հեղինակներ սա են վերում, կարդանք առաքյալների հաջորդականությունը, կտեսնենք, որ Թադեոսն անգամ Բարդուղիմեոսից հետո է գալիս։ Իսկ ինչու է հաջորդականությունը կարևոր,
որտեղ ուշադրություն դարձրեք, օրինակ Մատթեոս 10-ի մեջ ինքը սկսում է Պետրոսով ու ավարտում է Հուդա Իսկարիովտացիով։ Այսինքն հստակ է, որ հաջորդականություն կար։ Եվ դրա համար օրինակի համար հիմա ուզում եմ հաջորդականությունը ըստ Մատթեոսի բերել, որ ասում է Պետրոս եւ Անդրեաս, հետո գալիս են մյուս եղբայրները Հակոբոս եւ Հովանես, դրանից հետո արդեն Փիլիպոս եւ Բարդուղիմեոս, որը որ առաջ է։ Դրանից հետո Թովմաս եւ Մատթեոս, հետո նոր արդեն գալիս է Հակոբոս Ալփյանն ու Թադեոսը։ Իսկ վերջինը նաեւ արդեն Սիմոն Կանանացի կամ Նախանձահույսը կամ հետո Հուդա Իսկարիովտացին։ Ուրեմն 5-ն ու 6-ը Փիլիպոսը եւ Բարդուղիմեոսն են, ու որ գանք Փիլիպոսին ու մանավանդ Բարդուղիմեոսին կտեսնենք թե ինչու են առաջ գալիս, որտեղ Մատթեոսի ավետարանի առներոցին Հովանեսի ավետարանի առաջի գլխում հետաքրքիր խոսակցություն կա Քրիստոսով իրենց միջև։ Բայց Թադեոսի օրինակը ինչն է լավ։ Թադեոսի մասին ընդհանրապես Թադեոսը մի նախադասություն ասում ամբողջ ավետարաններում։ Բայց շատ հետաքրքիր նախադասություն ասում, երբ որ Քրիստոս իր խոսքում Հովանես 14-ի մեջ խոսում է նրա մասին, որ սերն է կարևորը, սիրո պատգամն է, Թադեոսը մի հարց է տալիս, ասելով Տեր, ինչպես պիտի լինի, որ դու մեզ պիտի հայտնես քեզ եւ ոչ թե աշխարհին։ Հետաքրքիր մի բան է ասում։ Եւ Քրիստոս պատասխանում է մոտարապես այս իմաստով, որ ես հայտնում եմ նրան, ով ինձ սիրում է, եւ եթե ինձ սիրում եք, ես եւ Հայրը կգանք եւ կբնակվենք ձեր մեջ։ Այսինքն հետաքրքիր ու շատ կարևոր միտք է, որ Թադեոսը փաստորեն ասում էր, որ աշխարհին չի որ հայտնվում է Քրիստոս, այլ հայտնվում է առաքյալներին ու բոլոր նրանց, ովքեր որ սիրում են առաքյալներին։ Իսկ այս կոնտեքստի մեջ հետաքրքիր մի միտք կա նաեւ ավետարաններում, որ կապվում է Թադեոսի հետ, որ եթե ուշադրություն դարձրեցիք Հովանես 12-ի մեջ արդեն Քրիստոսի վկայությունը հոր կողմից է կատարում, ընդհանրապես հետաքրքիր գլուխ է Հովանես 12-ը, ու այդտեղ տեղ կա Հովանես 12-ի մեջտեղները, որ մինչև 23-րդ բաժինը համարը, որ ասում է, որ հեթանոսներն եկան եւ ուզեցին Քրիստոսին տեսնել։ Հովանես 12-ի մեջ է։ Եվ այդ պահին Քրիստոս ինքը հետաքրքիր մի պատասխան է տալիս, որը շատ տարբերվում է, ասում է, ահա փառավորվելու է որդին։ Այսինքն, եւ սա յուրահատուկ մի մոտեցում էր, որ ինչու, པարզ բան է, հեթանոսներն եկան եւ ուզում են քեզ տեսնել, ասեցին, եւ այս միտքը Քրիստոս վերցնում ու շատ ավելի մեծ է սարքում, իր փառավորման մասին է խոսում, եւ այս պատմությունը, որ Հովանես 12-ի, ինչպես որ ասած, մինչև 23-ի մեջ է, որտեղ 24-ը արդեն լրիվ ուրիշ հատված է, որ խոսում է ցորենի հատիկը, եթե չմեռնին ինքը միայն կա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Հենց նույն կոնտեքստն, այսինքն Քրիստոս խոսում է իր փառավորման եւ իր խաչելության մասին, այս հատվածը ավանդույթը բացում է, ու ոչ թե հայ, այլ ընդհանրական եկեղեցու, ասում է, սրանք Աբգար թագավորի սուրհանդակներն էին, որոնց մասին Աբգարը լսել էր, եւ Աբգարը մարդ էր ուղարկել Հիսուս Քրիստոսին եւ նամակ փոխանցեց Հիսուս Քրիստոսին։ Հա, նամակը։ Եվ հետաքրքրորեն նամակին նաեւ Հիսուս Քրիստոս պատասխանում է։ Սուրհանդակների միջոցով ու ասում է ես փառավորվելու եմ։ Այո, եւ հետաքրքիրն ինչ է, որ սա հայկական ավանդույթ չի, որ ոմանք ասեն, որ գիտեք, հայերը իրենց գլուխն են գովում, եւ հատուկ ես նորից այստեղ գիրքը ինձ մոտ բերեցի, Եվսեբիոս Կեսարացու եկեղեցու պատմություն գիրքն է, որը համարվում է համար 1 քրիստոնեական պատմության գիրքը։ Որևէ ժամանակվա գրած սա ստանդարտն է քրիստոնեական պատմություն եւ Եվսեբիոս Կեսարացին էլ ինքը հույն էր, որը որ գրեց առաջի անգամը լինելով ամբողջ քրիստոնեության պատմություն, միջև 300-ականներ, եւ 300-ականների սկիզբ։ Եվ իր գրքի մեջ համ նամակը կա Աբգարի, համ նաեւ Աբգարին պատասխան Հիսուսի նամակը կա։ Եվ ուզում եմ սրանք ես ընթերցել։ Ուզում եմ ուղղակի շատ կարևոր հատվածներ են, ասում է Ինքը հայ թագավոր է Աբգարը։ Հիմա գալու եմ այդտեղ։ Եվսեբիոսը չի ասում, որ հայ է, բայց հետո կգամ խորենացում։ Okay։ Աբգար թագավորը Հիսուսին, որ հայտնվել է Երուսաղեմի երկրամասում, բարեգործ փրկչին ողջույն։ Լսել եմ քո մասին եւ այն բժշկությունների, որ գործում ես առանց դեղերի ու խոտաբույսերի, լուրը հասել է, թե դու կույրերին տեսողություն ես տալիս եւ կաղերին քայլել, որ դու բժշկում ես բոլոտներին եւ նույնիսկ դուրս ես քշում պիղծ ոգիներին ու դևերին։
եւ որ բժշկում ես նրանց, ովքեր տառապում են երկարատև հիվանդություններով, եւ նույնիսկ հարություն ես տալիս մահացածների։ Երբ այս ամենի մասին լսեցի, որոշեցի, որ երկու բաներից մեկը ճշմարիտ է, կամ դու Աստված ես եւ երկնքից իջել ես այս գործերն անելու համար, կամ Աստծո որդին ես։ Այդ պատճառով եմ գրում քեզ, աղաչելով, որ չզլանաս, գալ ինձ մոտ եւ բժշկել իմ տառապանքը։ Լսել եմ նաեւ, որ հրեաները դժգոհում են քեզանից եւ մտադիր են վնասել քեզ։ Իսկ իմ քաղաք պետությունը փոքր է, բայց մեծ համբավ ունի եւ բավարար է մեզ երկուսիս համար։ Սա նամակն է, որը Անանիայի միջոցով է փոխանցվում, նույնիսկ անձը կաթեու միջոցով փոխանցվեց, այդ հեթանոսներից մեկ ով էր, որ ավետարն ասում է 12-րդ գլխում 20-ից 23-ում, եւ Հիսուսի պատասխանն է. «Երանի քեզ, որ հավատացիր ինձ առանց տեսնելու ինձ, որովհետեւ գրված է, թե նրանք, ովքեր տեսել են ինձ, չեն հավատա, իսկ նրանք, ովքեր չեն տեսել, կհավատան եւ կապրեն։ Ինչ վերաբերում է քո խնդրանքին, որ գամ քեզ մոտ, պետք է նախ ավարտեմ այն ամենը, ինչի համար ուղարկվել եմ այստեղ, եւ երբ դա կատարեմ, պիտի վերադառնամ ուղարկողիս մոտ։ Եվ երբ վերջացնեմ, իմ աշակերտներից մեկին կուղարկեմ բժշկելու քո տառապանքը եւ կյանք բերելու քեզ եւ քոնոց»։ Սա էլ Տիրոջ պատասխանն է, համաձայն Եվսեբիոս Կեսարացու եւ համաձայն հենց նույն ավանդության Թադեոսին ուղարկեց, որ գնա նախ Եդեսիա, իսկ Երուսաղեմից Եդեսիա շատ կարճ ճանապարհ, այսօրվա մեր հասկացողությամբ, մի քանի 100 կիլոմետր ընդամենը, եւ փաստորեն Թադեոսին ուղարկում է եւ Թադեոսը բժշկում է Աբգարին եւ հրաշագործություններ է կատարում Տիրոջ զորությամբ, ու հենց այստեղ է, որ Թադեոսի առաքելությունը սկսում է իբրև Տիրոջ բժիշկ, Տիրոջ առաքյալ, որովհետեւ շնորհալու Եդեսյանա, որտեղ մենք ապրել ենք, բայց հայկական հող է եղել։ Եվ հիմա փաստորեն նաեւ գալով այդտեղ, քանի որ Եդեսյան Հայաստանի սահմանակից քաղաք պետություն էր, զգալի մասը հայեր էին այնտեղ ապրում, եւ այնտեղ Հայաստան չէր։ Չէ, Հայաստան չէր, Հայաստանի սահմանակից էր, Ուրֆա քաղաքն է, եւ համաձայն Խորենացու, որը որ շատ լուրջ պատմիչ է, ընդհանրապես համաշխարհային մեծություն է իր լրջությամբ, ինքը ասում է, որ այո, չի հիշատակվում իր ծագումը, իր ազգությունը, բայց ինքը հայ է։ Աբգարը հայ է, եւ ավելին ասում է, ինքը հայոց Սանատրուկի բարեկամն էր, Սանատրուկ Աբգարի քեռու տղան էր։ Այսինքն այդքան մտերմություն կար, ու դա ինչ որ չափով բացատրում է այն, որ երբ որ Թադեոսը Եդեսիայում որոշ ժամանակ ավետարանելուց հետո բարձրանում է վերև դեպի արդեն Հայաստան, մոտավորապես երկար ժամանակ ինքը այնտեղ գործունեություն է ծավալում Հայաստանում եւ իրեն չեն վնասում, որովհետեւ ըստ երևույթին դրական համաձայն ավանդության խոսքերն էր, որ Աբգարը շատ լավ էր խոսել Թադեոսի մասին եւ Սանատրուկը նույնիսկ սկզբից իրեն փորձեց ընդունել, բայց հետագայում երբ որ արդեն հասկացավ, որ սա հակառակ է հեթանոսության ու նաեւ իշխանները շատ դեմ կանգնեցին, այստեղ է որ թշնամական վերաբերմունք է ցույց տալիս Թադեոսի նկատմամբ։ Սանատրուկը Աբգարը։ Չէ, Աբգարը լավ, Աբգարի մոտ ուղակի չմնաց, որտեվ Եդեսյան քաղաք պետություն էր։ Բայց Հայաստանը մի մեծ պետություն էր, հսկայական պետություն էր։ Լուսավորիչը բա երբ է դրանից հետո եղել, հայ։ Ես գիտեմ։ Սա մենք առաջի դար ենք խոսում, լուսավորիչը 4-րդ դարը։ 400 տարի հետո, 300 տարի հետո մենք սպասել ենք, հա։ Խորքի մեջ նույնիսկ սենց ասեմ, լուսավորչի գործունեությունը դա մենք ասում ենք 200-ականների վերջերից է սկսել։ Հա, իսկ այստեղ մենք հիմա խոսում ենք 40-ականներ։ Սա մոտավորապես 250 տարի։ 250 տարի հետո։ Սո այս շրջանն է, որ պիտի գա եւ Սանատրուկի ու ընդհանրապես հայոց մեջ լուսավորությունն է ստեղծում, ու առաջի գործը, որ անում է Թադեոսը, որ Օրմանյանի հայ եկեղեցու պատմության եռահատոր տիտանական աշխատանքի մեջ կա, այն է, որ ինքը եպիսկոպոսներ է ձեռնադրում։ Առաջինը Ադեն լինելով եւ նույնիսկ Օրմանյանի մոտ պահպանված են եպիսկոպոսների ցանկերը, որ ցույց է տալիս, որ եկեղեցի հիմնեց ու այդ եկեղեցու շարունակականությունը ինքը փաստեց ու այս դեպքում ապահովեց, որ եկեղեցի Փաստորեն հայերը 301-ին են ընդունել պետականորեն, այո,
Բայց 300 տարի առաջ հենց սկզբի դարերին անմիջապես նույնիսկ Այո, Քրիստոսից հետո մեր ժողովուրդը արդեն ունեցել է հոգևորականներ քրիստոնյա։ իհարկե, Հայ։ բայց հալածվում են, իհարկե։ Ու հալածվել են 300 տարի։ Մոտ Մինչև ընդունելը։ 250 տարի, հա։ Ես գիտեմ միանգամից է եղել, բայց Չէ, իհարկե։ բանը, աշխատել է փաստորեն ինքը Այո, սերմը։ այո։ Որտեվ անհնար էր միանգամից այսպես, այսինքն լուրջ աշխատանք է տարվել, շատ հալածանքներ են կրել, այնպես չի, որ մենք միանգամից առանց ոչ մի բանի քրիստոնեություն ընդունվեց, քրիստոնեություն 250 տարի հալածվել է Հայաստանում ու լուրջ է հալածվել, նույն ինքը Թադեոսին եւ հետո Դիխոսին Վարդովիմեոսին Սանատրուկը սպանեց։ Սանատրուկը նաև սպանեց իր աղջկան Սանդուղտին, որ ընդունեց եւ Սանդուղտը առաջին հայ նահատակն է թագավորի աղջիկը, որը որ աղջիկա կույս է եւ առաջի հայ նահատակը Սանդուղտ կույսն է։ Եվ դրա համար Թադեոսը նաև հիշատակվում է Սանդուղտի հետ։ Թադեոսը 3 անգամ է տարվա մեջ հիշատակվում, որոնցից մեկը սա է, այսօրն է։ Մյուսը Սանդուղտ կույսի հետ է առանձին եւ մյուսն էլ 12 առաքյալների հետ է միասին։ Ուրեմն բավական լուրջ աշխատանք էր տարվում, բավական մեծ հալածանքներ էին կրում, նույնիսկ 200-ականների կեսերին, նույն Եվսեբիոս Կեսարացին արդեն հստակ կանոններով ասում է, որ հայոց Մերուժան եպիսկոպոսը ինչ որ լուրջ կերպար էր ու խոսում է հայոց Մերուժան եպիսկոպոսի մասին 250-ականներին։ Եթե հաշվի ենք առնում 40-ականներից 60-ականներ առաքելական քարոզության շրջան, արդեն 200-ականների կեսերին միջև լուսավորիչի ի հայտ գալը արդեն հստակ համաշխարհային պատմության մեջ, սա համաշխարհային եկեղեցական պատմություն է, որտեղ Եվսեբիոս Կեսարացին բոլորի մասին է խոսում, բոլոր եկեղեցիների մասին, Հռոմի մասին, Ալեքսանդրիայի մասին, նաև հայերի մասին խոսելուց ասում է հայոց Մերուժան եպիսկոպոսը կա, որը ցույց է տալիս, որ փաստորեն այս շրջանում արդեն մենք անվանի ղեկավար ունեինք, որտեղ այդ ժամանակ եպիսկոպոս էին կոչվում, կաթողիկոս չէին կոչվում, եւ փաստորեն մենք ի սկզբանե դրա համար ենք ասում առաքելահաստատ, այսինքն հենց առաքելական շրջանից սա տարածվել է եւ պատահական չի եւ այդ ժամանակների համար, եթե հաշվի առնենք Իսրայելի փոքրությունը կամ ասենք Եդեսյան եւ այլն, Հայաստանը մեծ պետություն էր, իրապես մեծ պետություն էր, որտեւ եթե մի քիչ էլ առաջ գնանք, այնտեղ հռոմներ, պարթևներն էին ու հայերն էին խորքի մեջ։ Ես էլ ասում եմ շնորհալին ինչի է առանձին հայկական եկեղեցուն դիմում։ Չէ Հռոմին է դիմում, բան, հետո առանձին ասում փաստորեն Եդեսյան դուրս է եղել։ Ուղղակի շատ հայեր են այդտեղ ապրել ու հենց մեր եկեղեցուն էլ է խնդրել օգնություն, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Շատ հայեր են ապրել, հայեր եւ ասորիներ են ապրել, դե անշուշտ որոշ պարսիկներ էլ ու դե մենք տեսնում ենք թե ինչպես մուսուլմանները ինչ արեցին Եդեսիայի ողբը, որ ինքը գրում էր ահռելի քանակությամբ դե հայեր էին բնակվում, թե ինչ արեցին մուսուլմանները ու այդ այն շրջանն է, երբ որ Խաչակրաց շրջանն է հիմա գալու ու անդադար արևմուտքը այսպես քարկոծում է խաչակիրներին առանց տեսնելու թե խաչակիրները ինչ արեցին, երբ որ եկան եւ տեղի նույն հայ եւ ասորի եւ մյուս քրիստոնյաներին, որոնք որ հալածվում էին ուղակի եղեռնի էին ենթարկվում, երբ որ այդ գրաֆիկ բաները դուք ընթերցեցիք, թե ինչպես էին նույն թուրքերը, սա Եդեսիայի ողբի մասին են խոսում 1100-ականներ, հեղի կնոջ փորը բացում որ տեսնեն աղջիկա թե տղա, այդ նույնը ինչ որ եղեռնին արեցին, այսինքն այդ 1000 տարի գրեթե կամ 800-900 տարի այս նույն բաները կատարվում էր։ Եվ այսօր սա է, որ աշխարհը չի տեսնում մյուս կողմը, թե ինչ էր կատարվում հենց իրենց իշխանության տակ գտնվող քրիստոնյաների վիճակը, ինչու էին այսքան խնդրում արևմուտքի հզոր թագավորներին, որ եկեք մեզ ազատեք, ամբողջ նպատակը ազատագրումն էր սուրբ վայրերի եւ քրիստոնյա եղբայրների, որոնք որ ժամանակին արեցին, միանշանակ ներկայացնելը շատ ցավալի իրականություն է եւ ես կարծում եմ, որ այստեղ նաեւ ինչ-որ քաղաքականություն է կա, որ խաչակիրներին միշտ պետքա ցավալի ներկայացնել, վատ ներկայացնել։ Թադեոսի ավանդույթը նաեւ հետաքրքիր այն առումով, որ Թադեոսը իր հետ երկու կարևոր բան է բերում։ Առաջինը Քրիստոսի գեղարդը, որ ավանդությամբ ինքն է բերում, եւ դրա համար նկարների մեջ կտեսնեք Թադեոսը նկարված գեղարդը ձեռքին։ Եվ երկրորդը
Մյուրոնը, որը որ այն ժամանակ բոլորն էին տանում, եթե գիշեք Հակոբոս 5-ի մեջ կարդացինք, որ երեցները, այսինքն հոգևորականները օծված յուղ ունեին, որը որ անում էին հիվանդությունների ու բժշկությունների համար, եւ այդ օծված յուղը ավանդությամբ դե Քրիստոսից է սկսել եւ այդ մյուրոնը, այդ օծված յուղը առաջինը Թադեոսը բերեց, այսինքն առաջի առաքյալը, որը ոտքա դրել հայոց սուրբ հող, եղել է Թադեոս առաքյալը, որի աղանդավորները դրա մասին չգիտեն։ Հայ, իհարկե չէ, լավ, ասենք դրսի աղանդավորները չգիտեն, որտեղ հայ չեն։ Բա մեր, ասենք կյանքի խոսքը չգիտի, որ առաքյալը բերելա, որպես ինչա բերե։ Մյուրոնը, որ իրանք չեն օգտագործում դե կամ հենց սա է, գեղարդը, ավանդույթ, հենց այս եւ պատմություն, եւ ասում են ավանդույթ, կռապաշտություն է, ամեն գեղարդը ինչ, պաշտում եք։ Անի ջան, ամեն ինչ մերժվում է։ Այս բողոքականության հիմքը սա է, մերժել ամեն ինչ, բողոքել ամեն ինչի դեմ։ Եվ իրենք դե բողոքականության ճյուղ են կազմում, ու սա ամենացավալի վիճակն է, երբ որ դու ոչինչ չունես ու ունեցողին էլ ամեն ինչ մերժում ես։ Ու չունեցողից ես սովորում։ Այո։ Եվ ինքդ քեզ ես ինչ որ բան։ Դրա համար ես խոսքի սկզբում նորից չդադարեցի, երևի 100-րդ անգամը լինելով ասելու, որ առաքելական չարժորդականությունը եւ ուսմունքը պարտադիր են, որտեվ եթե դու դա չունես, դու ինքդ քո համար ես քո հավատքը ստեղծում, քո մտածածին, Սուրբ Գիրքը վերջնում կարդում ես եւ քեզ համար հավատք ես ստեղծում։ Դրա համար օծությանը չեն հավատում, դրա համար ժողովուրդը այսօր անգիտակից բաներ է ասում, ինչ վերաբերվում է մեր քահանաների օծությանը, չէ՞ որ դա առաքյալներից եկել է փաստորեն, հաջորդաբար։ Իհարկե։ Ինչ կարևոր է։ Այստեղ ես լավ հարց են տալի, Հայկ, ասում են, տեսնես ինչի Քրիստոս չբուժեց հերվից ապգարին, պատասխանը գիտեմ, բայց դուք ասեք։ Դե արդեն ինքը նամակի մեջ էլ ասեց, որ ես առաքելություն ունեմ կատարելու, իմ առաքելությունը փաստորեն իր առաքելությունը խաչելությունն էր։ Որ մենակ ապգարը չբժշկվեր, այլ ամբողջ հայ ազգը։ Այո, որովհետև գիտեք, հաճախ նույն էս կերպարն է, տեսեք, այլակերպության լեռնել էր այդ օրինակը, որ ապահովության, լույսի, աստվածային ներկայության մեջ էին ու այնքան հաճելի էր, միշտ սա եմ ասում, որովհետև մեզանից վստահ եմ յուրաքանչյուրը իր սրտի մեջ դա է ուզում, որ այդ ապահովությունը, այդ աստվածային ներկայություն, այլ խոսքով երկնքի արքայության, ասենք, զգացումը, ապրումը։ Դրանից ավելի բան չի, ու առաքյալները, որ դա տեսան ու ոնց որ նախաճաշակ ունեցան այդ երկնքի արքայությունը, թե ինչպիսին է, ասեցին, արի ներքև չիջնենք էլի։ Հաշվի առեք, Պետրոս ընտանիք ուներ։ Գիտենք, որ ինքը զոքանչ ուներ, ենթադրում եմ կին էլ ուներ, որ զոքանչ ուներ։ Եվ այսինքն անձնական ընտանիք եւ այլ այդ ամեն ինչը այդքան իրանց համար բան չէր, ինչքան մնալ աստվածային ներկայության մեջ։ Ու դրա համար, երբ որ ասում են, որ երկնքի արքայությունը այնպես մի վայր է, որը երանական վայր է, ու չենք էլ պատկերացնում, որոշ ձևով այլակերպության դրվագում մենք տեսնում ենք, բայց Քրիստոս չմնաց այդ լեռան ապահովության մեջ, ասես չպետք է ներքև իջնենք։ Ու առաջի բանը, որ ներքև իջան, միանգամից խժդժություն, իրար այդ կռիվներ, մարդը բերել էր իր զավակին, որպեսզի բժշկեին, չէին կարողացել, կողքից փարիսեցիներն ու օրենսգետներն էին օգտվում, բանավիճում էին հետները, այսինքն մի քաոս էր տիրում ու իրանք վերևից իջան ու այդ քաոսի մեջ մտան ու էս է իրականությունը, որ մարդ իրապես ուզում է վերևում ապահովության, օրհնության մեջ լինի, բայց խորքի մեջ Քրիստոս եկել էր քաոսը լուսավորելու։ Նույնը Աբգարի պարագան, այո, ասում էր արի իմ մոտ փոքր պետություն քաղաք ունենք, իրար հետ կապրենք, դու էլ իմ հետ կթագավոր ես, երկու թագավոր կունենանք։ Մարդկայինորեն հերվից խիչը բժշկեց։ Հերվից խոսքով կարար, չէ՞։ Որովհետև հերվի նպատակը սա էր, արդեն Քրիստոս էլ հերվից չէր անում։ Քրիստոս պետքա ծանոթացներ իր առաքյալին եւ իր առաքյալների միջոցով արդեն եկեղեցին էր, որտեղ Քրիստոսի ամբողջ նպատակը հենց սա է, եկեղեցի հիմնելն է։ Ու դրա համար էր ինքը խոսում հենց Մատթեոս 16-ի մեջ, որ եկեղեցին պիտի հիմնեմ եւ դժոխքի դռներ այն չպիտի ավերեն։ Այսինքն հարցը հետեւյալն է, Քրիստոսի ամբողջ առաքելությունը եկեղեցի հիմնելու համար էր։ Ոչ թե անգամ Սուրբ Գիրք գրել, որտեղ ինքը ձեռքով ոչինչ չգրեց, ոչ մի Սուրբ Գիրք չգրեց, այլ եկեղեցի հիմնելն էր, ու այդ եկեղեցին այնքան ամուր պիտի լիներ, որ չարը չխափեր իր սուտ կեղծիքով։ Դա համար 13-րդ գլխի մեջ Մարկոսի, որ այս շաբաթ էինք խոսում, քան հետաքրքիր էին հայրերն ասում, որ ասում է չարը ճշմարտությունը կեղծում է, բայց ճշմարտության անունով է ներկայացնում, բարոյականությունը կեղծում է, բայց կեղծ բարոյականության ձևով է ներկայացնում, բարությունը կեղծում է, բայց կեղծ բարության ձևով, այսինքն
ինքը այնպես է աշխատում, որ այո, ես նույնն եմ անում։ Բարություն ես ուզում, ճշմարտություն ես ուզում, բարոյականություն ես ուզում։ Խաղաղություն ես ուզում։ Այս ամեն ինչը կա, բայց խորքի մեջ այդ ամբողջը fake է, բարի բուն իմաստով։ Ինքը կեղծ է, ինքը պատրանքն է։ Եվ սա էր, որ մենք պիտի հասկանանք, իսկ իրականությունն ու ճշմարիտը Քրիստոսի ճշմարիտ առաքյալների եկեղեցու մեջ է։ Ու դրա համար էր, որ այս առաքյալները պիտի լինեին ու գիտեք, առաքյալների համար թերևս ավելի հեշտ էր, բայց ինչքան շարունակականությունը գնում է, այնքան դժվարանում է։ Որտեղ այդ շրջանում մենք տեսնում ենք հավատի զորություն, հրաշագործ հավատներ, ու հիմա տեսնում ենք, թե ինչպես է գնալով թուլանում։ Եվ քանի որ սա է պարագան, ուրեմն մեր դեպքում շատ ավելի զգոն ու ուշադիր պիտի լինենք, որտեղ մենք առաքելական շրջանի այդ զորությունը այլևս չունենք, թուլացել ենք, եւ սա դարերի հետևանք է, հազարամյակների հետևանք է։ Ուրեմն դրա համար էր, որ միակ ձևը փրկության դրա համար է Կիպրիանոս Կարթագենացի 200-ականներին ասում եկեղեցու մեջ լինելն է, դուրս չգալը, որ աշխարհի ջրհեղեղը մեզ չխորտակի։ Դե եթե Քրիստոսի համար ամենակարևոր բանը եկեղեցին է եղել, ու մենք էլ չենք գնում։ Բայց ինչ հավատացյալ, չէ՞։ Դե որտեվ տեսեք, եկեղեցին ասեց իմ մարմինն է։ Ուշադրություն դարձեք, երբ որ Պողոս առաքյալը գործքինի մեջ ենք ընթերցում, երբ որ տեսիլք ունեցավ Քրիստոսի ու մի պահ կուրացավ, չէ՞, գիտենք Դամասկոսի ճանապարհին Քրիստոսի բառերը ինչ էին։ Հիշեք։ Սկզբում ասել ինչ ես ուզում ինձանից, ինչ ես ինձ հալածում։ Բայց Քրիստոս, հա, Քրիստոս ինչ էր ասում. Սողոս, ինչու ես ինձ հալածում։ Ինչու ես ինձ հալածում, հա։ Հիմա հարցը հետևյալն է։ Քրիստոս արդեն հարություն էր առել, համբարձվել էր։ Ֆիզիկապես Քրիստոսին չէր հալածում Պողոսը, բայց հալածում էր իր եկեղեցուն։ Եկեղեցին, ինձ է ասում։ Եվ քանի որ դու եկեղեցուն ես հալածում։ Մտքովս ոնց չի անցել նման բան։ Ուրեմն դու ինձ ես հալածում։ Ինչու ես ինձ, ճիշտ է, եկեղեցին է այդ ժամանակ լինում, ինքը արդեն չկար։ Աման, հələ ինչ անձնական է ասում, խոսում, չէ՞։ Իհարկե։ Իհարկե։ Հենց սա է ամբողջը, որ ինչու ես ինձ հալածում, իսկ եկեղեցին ես եմ։ Ինձ մի հալածի։ Եվ այդտեղ է, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք պիտի տեսնենք, էլի, որ եկեղեցին հենց այնպես առանձին կառույց չի Քրիստոսի։ Ինքը շատ անձնական է դրան նայում, դրա համար որ եկեղեցուն դեմա դուրս գալի մեծ մեղք է։ Այո, որտեվ Քրիստոսին է, Քրիստոսի դեմ է դուրս գալիս։ Դաժե Պողոսին է բանանում, գուրացնում ասում, Ազիզ ջան, հանգստացի մի հատ Պողոս առաքյալին։ Եվ հետո երբ որ ասում է ինձ համար պիտի ծառայես, այսինքն եկեղեցուս համար պիտի ծառայես։ Նորից ինքը եկեղեցու հետ իրեն նույնացնում է Տերը։ Եվ սա շատ կարևոր է որ մենք հասկանանք։ Ու այդ նույն եկեղեցին ինքը այնքան սիրեց, ինչպես որ հետո Պողոս առաքյալը պիտի գրեր Եփեսացիս թղթի մեջ, որ իր անձը զոհեց այդ եկեղեցու համար։ Կոնկրետ ասում է եկեղեցու համար անձը զոհեց, որտեվ եկեղեցին ասում է հարցն է, իսկ ինքը փեսան է։ Այդ հարաբերությունը, այդ սուրբ հարաբերությունը մտավ։ Եվ մենք շատ կարևոր է որ սա ճիշտ հասկանանք։ Եվ հաջորդը առաքյալը, որ ուզում է խոսել ու ինքը ավելի մեծ կարծես թե կերպարա Նաթանայելն է, որ Բարդուղիմեոս առաքյալն է, ինչպես որ ասացի, նույնիսկ ավելի բարձր դիրքում, որովհետև մենք այստեղ Հովանու մեջ մի շատ կարևոր դրվագ ենք տեսնում, թե ինչպես Նաթանայելն ու Քրիստոսը խոսում են իրար հետ։ Բարդոմեոսը, այսինքն ու Քրիստոսը, հա։ Բարդուղիմեոսն ու այս նորից Նաթանայել կամ Բարդուղիմեոս, նույն անձի մասին ենք խոսում։ Եվ այստեղ ուզում եմ ուղղակի Աստվածաշնչից մեջ բերում անել, որ առաջի օրերն է, առաջի շրջանն է, եւ այստեղ Հովանես 1։ Եվ երբ որ սկսում ենք խոսել, այստեղ տեքստը ասում է հետեւյալը. Փիլիպոսը գտնում է Նաթանայելին, այսինքն Բարդուղիմեոսին, ու նրան ասում. ում մասին որ Մովսես օրենքի մեջ եւ մարգարեները գրել են, գտանք նրան Հիսուսին, Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից։ Նաթանայելը նրան ասաց. իսկ կարելի է որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա։ Ինքն ասե։ Այո։ Փիլիպոսը նրան ասաց. արի ու տես։ Եվ երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին. ահա մի իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելը նրան ասաց. որտեղից ես ինձ ճանաչում։
Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ։ Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. Ռաբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց. Նրա համար ես հավատում, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Եվ ասաց նրան. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին բարձրանալիս եւ իջնելիս մարդու որդու վրա։ Այս հրաշալի խոսակցությունը կա եւ այստեղ հաճախ հին եկեղեցին Բարդուղիմեոս Նաթանայելին կոչում է նախադավան առաքյալ։ Միջև Սուրբ Պետրոս առաքյալը, որ մենք ընթերցեցինք, որ ասեց Քրիստոս մարդիկ ինչ են ասում, ով եմ ես, եւ Պետրոսը ասեց, ամեն ինչից առաջ դեռ նոր են առաքյալները հավաքվում, Նաթանայելը արդեն, որ Բարդուղիմեոսն է, Քրիստոսին կոչեց, դու ես Աստծո որդին։ Հայ, երեք ես էի աղոթում, ասում էի Աստված ջան, ինձ մի հատ ցույց տուր մի իսրայելացի, ով որ լավ սիրտ ունի, բացի Քրիստոսից ու առաքյալներից։ Նո, սրբերի մեջ կան։ Մենք սրբերի մեջ կան իսրայելացիներ։ Հիմա գիտեմ, որ այն ժամանակ եղել է, հիմա։ Դե հիմա արդեն ամեն ինչ շատ է փոխվել։ Հիմա ընդհանրապես սրբերը իբրև այդպեսին այնքան են քչացել, որ եւ մանավանդ այս քաղաքական գաղափարախոսությունը իրենց ազգային նացիոնալիստական ընկալումները, որ այդ նացիոնալիստականի պատճառով են, որ ասում եմ Աստված ջան, խնդրում եմ ինձ մի հատ ցույց տուր իսրայելացի, ով բարի սիրտ ունի ու մեզ չի համարում շուն։ Հանի ջան, բնականաբար այնպես է, որ Աստված բոլոր ազգերի մեջ էլ իր ընտրյալներն ունի։ Ու սա փաստել է այն ժամանակ այդքան լավն են եղել, տենց ոնց կարան փոխվեն ախր։ Այդ Տալմուդն է իրանց փչացրել, շեղվեցինք իհարկե մեր հիմնական թեմայից, բայց այն որ առաջանում է Բաղդոմեոսի հարցը։ Խի Իսրայելից կարան նորմալ մարդ դուրս գա, բացի Քրիստոսից։ Առաջի բանը, երբ որ մարդ ստեղծվում է, նախ մարդ է ստեղծվում, հետո նոր ինչ որ ազգի զավակ։ Եվ որտեվ Աստված նախ եւ առաջ մարդուն է ստեղծում։ Հետո է նոր դու դա տեսնում ես ընտանիքի անդամ քեզ, բարեզատության անդամ, ազգի անդամ, հետո մարդկության։ Աստված մարդուն է ստեղծում ու երբ որ մարդուն է ստեղծում, Սուրբ Գիրքը շատ հստակ է, ստեղծում է իր պատկերով։ Եվ դու կրում ես Աստծո պատկեր, ու չկա մի ազգ, որը որ չունենա այդ Աստծո պատկերը, մի ազգի ներկայացում, որտեղ մարդ է։ Բայց Սուրբ Գիրքը շատ հստակ ասում է, որ այդ պատկերով որ ստեղծեց, նաև այդ պոտենցիալը տվեց, որ պիտի իրեն նմանվենք։ Իսկ այդ նմանությունը սրբության ճանապարհն է, այդ նմանությունը մաքրության ճանապարհն է, այդ նմանությունը Աստծուն նմանվելն է։ Դրա համար է Քրիստոս ասում, որ եղեք կատարյալ ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Այլ խոսքով լեռան քարոզի մեջ խոսում է այդ ստանդարտի մասին։ Հիմա ի՞նչ է կատարվում։ Երբ որ յուրաքանչյուր երեխա ու լինի սև մաշկով, նեղ աչքերով, սպիտակ մաչկով, կապույտ, ինչ որ, երբ որ դու այդ երեխային տեսնում ես, այդ երեխայի մեջ դու տեսնում ես մաքրություն։ Նույնիսկ կենդանիների ձագերի մեջ ես դու տեսնում անմեղություն, մաքրություն։ Այդ անմեղությունն ու մաքրությունը որևիցե մի երեխայի մեջ նկատելի է։ Բայց թե այդ երեխան ինչպես է աճելու ու ինչքան շուտ է կորցնելու այդ անմեղությունը ու ինչ ճանապարհով է գնալու, դա էլ արդեն հասարակության ու ընտանիքի դերն է։ Ու դրա համար ես ուզում եմ շատ ավելի կարևորենք միջև ազգերին հասնելը։ Հասկանանք, թե մեր ընտանիքները որտեղ են։ Որովհետև սկզբից ընտանիքում է ձևավորվում, հետո նոր պետության կամ ժողովրդի մեջ։ Ոստեղ շատ ահռելի մեծ դեր ունի նաև անմիջական շրջապատը ու դպրոցը, որ շատ կարևոր դեր են կատարում անձի ձևավորման կյանքում։ Հիմա ինչ է լինում, ինչու էինք մենք այսքան շուտ ինչու մենք ընդունեցինք Քրիստոսի ավետարանը, որովհետև նախ աշխատանք էր տարվել մեր վրա մի քանի 100 տարի, բայց դրանից բացի էլ ճիշտ բարոյական սկզբունքներ կային, որոնք որ պարարթող էին ստեղծել, որ Քրիստոսի ծիլը Մեթանոսության ժամանակ վերջի շրջանում, այո, որովհետև մենք նկատում ենք, որ մեր մեջ այդ նախանձախնդրությունը, այդ թասիվ այսօրվա այդ բառով, այդ ամեն ինչը ի սկզբանե, երբ որ դու ընթերցում ես խորենացում պատմահայրին, տեսնում ես, որ այս ազգի մեջ դա որոշապես եղել է, հայկի կերպարը, որը որ իր համար, ասինքն բարոյական որոշակի չափանիշ, իհարկե ինքը շատ ցածր է եղել, չես համատի քրիստոնեության, բայց որոշ չափով եղել է ու դա
նախապայմանը հանդիսացել նրան, որ մենք Քրիստոսի բարձրագույն լույսը կարողանանք առաջինը տեսնել։ Եվ ոչ միայն տեսնենք, այլ առաջինն էլ ընդունենք, մերը դարձնենք։ Եվ դա մեծագույն շնորհ է։ Բայց հիմա ինչու գալով ձեր ասած, ասենք, լինի հրեա, լինի թուրք, լինի որևէ մեկը, ինչն է մարդուն փչացնում։ Մարդուն փչացնում է իր շրջապատը։ Եվ եթե քո շրջապատը սխալ ուսմունք է, լինի դա Թալմուդ, լինի դա թուրքիզմ եւ այլն, որը որ խոսում է նախ եւ առաջ քո մասին, լինի նույնիսկ հրեական, ասենք, փարիսեցիությունը, որ Քրիստոս այսքան իր դեմ էր, որ դու քեզ դարձնում ես ամենամեծ, ամենան, դու ես, քեզնից մեկը չկա։ Հա, բոլորը վատն են, դու ես լավը եւ այլն, այս գաղափարը, որ իսլամի մեջ էլ շատ էր, չէ՞, եթե իսլամ ես, օքեյ, եթե չէ, ուրեմն գավուր ես եւ այլն։ Սա է, որ փչացնում է մարդուն, երբ որ մարդը սկսում է սրանով ապրել, հավատալ սրան, ինքը գնում է դեպի կործանման ճանապարհից։ Քրիստոս եկավ ասելու նույն հրեաներին ու բոլորիս, որ մենք բոլորս Աստծո աչքին հավասար ենք։ Եվ նույնց եկեղեցու դրա համար է խաչեցին։ Այո, եւ եկեղեցու կերպարը ինչ էր ասում, այդ խաղաղության ավետարանը ինչ էր, որ եթե մեկը քո նման չի, եթե անին հայկի նման չի ու հակառակ, դա նրա համար չի, որ անին հայկից լավն է կամ վատը, այլ որովհետեւ անին ուրիշ ֆունկցիա ունի կատարելու եկեղեցու մարմնի մեջ։ Ու դրա համար էր ասում, եթե մեկը ականջ է, թող աչքին չասի լավն ես կամ վատը, քո ֆունկցիան ուրիշ է, նրա ֆունկցիան ուրիշ է։ Այսինքն սա խաղաղության հրաշալի ավետարանն է, որը որ բոլոր անձանց կարևորում է, իրանց տեղն է դնում, որ մեկը մյուսին էլ չնախանձի, ասի, այս մեկը ինձնից լավն է, նույնիսկ քույրը եղբորը կամ հակառակն է, չէ՞ լինում։ Սա Քրիստոսի ավետարանը ինքը մարդուն ազնվացնող դեպի Աստված տանող, բայց երբ որ մի հասարակության մեջ ավետարան չկա, սա իմ անձնական խոր համոզումն է, այդտեղ չի կարող Աստվածահաճո կերպար մեծանալ։ Ու այդքան Աստծուց է խոսում, իրանց ամեն երկրորդ բառը Աստված է, հայք, դա ինձ ապշեցնում, որ դաժե մուսուլմաններին մեջ այդքան շատ ատելություն ես հիմա չեմ տեսնում, ամբողջ աշխարհի հանդեպ, ինչքան էլ այդ խեղճերին սպանում են, չէ, մորթում են, բայց այս ազգը, Աստված ջան, խնդրում եմ, ես այն որ ինձ ցույց տուր մեկին այս դարաշրջանում, որ մի քիչ քեզ նման է, մի քիչ։ Անի ջան, նախ ասեմ, որ այդ նույն մուսուլմանն էլ, երբ որ իր հնարավորությունը ունեցել, նույնը արել է հրեա։ Մեզ ամորթել, հա, հրեային։ Այո։ Դո այստեղ նորից գալիս է Քրիստոսի ավետարանը, որ երբ որ դու ունես իշխանություն ու զորություն, դու դա չչարաշահես, դու դիմացինին չտրորես, չանցնես, այլ դու դիմացինի արժանապատվությունը ընդունես։ Ու դա մենակ քրիստոնյան կարող անի։ Ես խոր համոզում ունեմ Քրիստոսի ավետարանը ճանաչող ու ապրող։ Հիմա ուզում եմ վերադառնալ մեր ազգ։ Մենք այսօր տեսնում ենք ու շատ ենք տեսնում մեր ազգի մարդկանց, մեր հայերին, ովքեր որ բացարձակ Քրիստոսի ավետարանը չունեն, ու քանի որ Քրիստոսի ավետարանի ճանաչողությունը չկա, ինքը չի տարբերվում մյուսներից։ Ինքը պատրաստ է խաբել, ինքը պատրաստ է գցել, ինքը պատրաստ է անկածին տրորել, ինքը պատրաստ է ամեն ինչ անել, ճիշտը սուտ ներկայացնել, սուտը ճիշտ ներկայացնել, եւ սրա նորից միակ պատճառը այն է, որ ինքը Քրիստոսի ավետարանը չգիտի ու չի ապրում, որտեվ երկրորդ պարագան էլ կա։ Օրենսգետները գիտեին, օրինակ Քրիստոս օրենսգետներին էլ էր հարվածում։ Նրանք, ովքեր որ օրենքը Մովսեսի գիտեին, այսինքն Սուրբ Գիրքը գիտեին, բայց իմանալով հանդերձ չէին կիրառում։ Այսօր հասարակության մեջ 90%-ից ավելին չգիտի, իսկ այն իմացողների մեջ էլ շատերը կան, որ գիտեն, բայց չեն ապրում համաձայն Աստծո կամքի։ Ուտեղ ես չեմ ուզում ես ինքս ինձ տեսնել, ու դրա համար միշտ ինձ ասում եմ, Հայկ, չլնես հրեա օրենսգետի նման, որ որոշ բան գիտես, բայց չես ապրում, որտեվ առաջի բանը իմանալն է, երկրորդ բանը ապրելն է, ավետարանի շունչը։ Ու դրա համար անդադար, երբ որ ես խոսում եմ, ասում եմ, որ ավետարանի սերտողությունը պարտադիր նախապայման է այսօր մեր ազգի, մեր եկեղեցու համար, ու մեր հայրերը հիմար չեն եղել, որ այսքան Սուրբ Գրքի մեկնություններ են մեզ թողել։ Իրանք գիտեին, որ միակ ձևը ավետարանի լույսով լուսավորվելն է։ Այլապես դու դառնում ես աշխարհի մարդ, իսկ եթե հասկանանք, որ ազգություններից վեր կա չարը,
որի համար էական չէ, թե դու որ ազգից ես, որի համար դու իբրև մարդ անհատ ես կարևոր, որտեղ դու քո մեջ կրում ես Աստծո լույսը, իսկ ինքը ուզում է այդ Աստծո լույսը խամրեցնի քո մեջ։ Շատ հեշտ է խամրեցնել այն մարդուն, որ Աստծո լույսի հետ բացի ավետարան չունի։ Իսկ այն, որ ավետարան ունի, դրա հետ խնդիրը իր մեծ է, պատերազմը ավելի խորն է, ինքը կռվում է իր դեմ պայքար է գնում արդեն ավետարանի լույսով։ Ու սա Քրիստոսը իր օրինակը բերեց, երբ որ չարը եկավ ու փորձեց, Քրիստոս Աստվածաշնչով էր պատասխանում, ասելով, որ հայ, քո խնդիրը չարի հետ է, անձնական է, անհատական է, Աստվածաշունչը իմանալով կարող ես պաշտպանվել։ Քո եկեղեցու ուսմունքը իմանալով կարող ես պաշտպանել, առաքելական ուսմունք այլ խոսքով, որը երկուսն էլ իր մեջ, երկուսը միասին կոչվում է ճշմարտություն։ Խոսքով ճշմարտություն իմանալով կարող ես պաշտպանվել ստից։ Եթե ճշմարտությունը չգիտես, անհնար է չխաբվես։ Եթե այս ստից չես խաբվի, մյուս ստից կխաբվես, իսկ սուտը անսպառ է։ Անդադար ստի տեսակներ կան։ Ճշմարտությունը միշտ մեկն է, որ բռնում ես ու գնում ես առաջ։ Ու դրա համար էր Քրիստոս ասում. ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը եւ ես եմ կյանքը։ Ամեն։ Այո։ Հիմա գանք Բարդողոմեոսին, որ հենց այս նույն ուսմունքն էր քարոզում, ինչպես որ ասացի, Բարդողոմեոսն էլ այս կերպարն է, որ նախադավանն է։ Ինքը մեկն է, որ առաջինը ճանաչեց Քրիստոսին, ու այն, որ թե թզենու տակ ասма քեզ տեսա, միջև որ կանչեց քեզ Փիլիպոսը, շատ հայրեր շատ ձև են ուզում են հասկանալ, բայց հասկանալի է, որ այստեղ հրաշքի մի բան կար, որ Բարդողոմեոսը մի անգամից զարմացավ, որ այս ինչ էր կատարվում թզենու տակ, դժվար ասել, բայց մի աստվածային բան էր, որ Աստված հայտնեց իրան, որ որևիցե մեկը չպիտի իմանար։ Եվ դրա համար է, որ ինքը մի անգամից բացվում է, ասում է դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավոր, այսինքն Մեսիան, Քրիստոսը, որտեվ եթե կհիշեք, խոսքի սկզբում Փիլիպոսն ասեց գտա Մեսիային։ Գտա։ Եվ ինքը ասում է ոնց գտար։ Եվ հետաքրքիր է, Բարդողոմեոսը Կանա քաղաքից է։ Այն քաղաքը, որտեղ Քրիստոս առաջին անգամ իր հրաշքը կատարեց, ջուրը գինու վերածեց։ Եվ ինքը նաև բավական գիտակ է, որովհետև գիտի, որ Նազարեթից Մեսիան կամ Քրիստոս դուրս չի գալու։ Բայց ի տարբերություն նույն փարիսեցիների, որոնք որ ասում էին, չէ, դու էլ ես մոլորված Հովհաննես ավետարանում, գնա ուտես, որ Նազարեթից Մեսիա կամ Մարգարի դուրս չի գալու, չընդունեցին, ինքը այդքան իմանալով լսեց Փիլիպոսին, որ ասեց, Փիլիպոսը չսկսեց տեսեք բացատրել։ Գիտես ինքնա, որովհետև ասեց արի ու տես, արի քո աչքերով տես ու որոշումը դու կայացրու։ Ընդամենը ինքը խոսքով տարավ Նաթանայել Բարդողոմեոսին դեպի Քրիստոս։ Առանց հրաշքի, առանց ինչ որ չէ, արտարոց բաների տեսել է։ Հա, բայց այստեղ ուզում եմ նաև Փիլիպոսի կերպարը մի թեթևել խոսել, որը Բարդողոմեոսի ընկերն էր, որ ինչա դուրս գալիս, որ երբ որ դու մարդուն դեպի Քրիստոս ես տանում, որ դու համոզված ես, որ ինքը Քրիստոսն է, դու շատ բան կարիք չունես անել, դու իրան ընդհանրեն առաջնորդի դեպի Քրիստոս, դեպի եկեղեցի։ Եվ տես, որ Աստված իրան կխոսա, իր սրտին ու մտքին կխոսա, իրան կբերի։ Բայց այս դեպքում երբեմն, երբ որ աշխարհն էլ փորձում է շեղել, այնտեղ եղի, որ խրախուսես, որտեվ ոմանց մոտ դա բան է կատարում, որտեվ Նաթանայել, ինչպես Քրիստոս ասաց, իր մեջ նենգություն չուներ, մաքուր էր։ Ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նա ով որ նենգություն չունի մաքուր, այսինքն երեխայի նման շուտ է Քրիստոսի ավետարանը բռնում։ Նրա մեջ որ արդեն խավար լցվել է խավարը, այդ մարդու հետ պիտի աշխատվի։ Կողքը պիտի լինես, որ իրան օգնես, որ ինքը դառնա դեպի Քրիստոս։ Ու մնա այո Քրիստոսի հետ։ Եվ հետագայում հետաքրքիր է Բարդողոմեոսը, որ գնաց Պարսկաստանում քարոզեց, այն ժամանակ պարթևներ էին կոչվում, Պարթևստան։ Հետագայում բարձացավ Արտազ գավառ, այսօրվա մեր Սյունիքը, եւ Սյունիքում, որը ավանդաբար Գողթեն գավառը ավելի շուտ եղել է միշտ ամենադժվար գավառը, շատ ամուր հեթանոսական ընկալմամբ։ Եվ այդտեղ է ինքը քարոզում ու նորից գնում Արքունիք, այդտեղ այս անգամ թագավորի քնոջ ոգուհու կամ իշխանու հետ է մտերմանում, եւ ի վերջո բավական գործունեություն ծավալելով արդեն կային քրիստոնեություն, ինքն էլ իր եպիսկոպոսներին ձեռնադրելով ընթացքում
Հետո նորից թագավորի արչև է կանգնում։ Սյունիքում պարսիկներ էին, թե հայեր էին։ Հայեր էին արդեն։ Պարսկաստանից մտնում է Հայաստան։ Հասկացա։ Պարսկաստանում մտնում է Հայաստան։ Եվ հետաքրքիր Իրան որտեղ են սպանել, Պարսկաստան չէին սպանել։ Հայաստան։ Բաղդամյոսին հայերն են սպանել։ Այո, երկուսին էլ հայերն են սպանել։ Երկուսին էլ հայեր, առաջինին Աբգարի քերիներ, Նույն Սանատրուկ արքան է, նույն արքան։ Նույն արքան, ես։ Եվ հետաքրքիր է, որ Աղբակ գավառում Բարդուղիմեոսի նահատակության վայրը կար ու եկեղեցին եւ Շնորհ Պատրիարքը, որ Թուրքիայի պատրիարքն էր, Կոստանդնուպոլիսի պատրիարքը, այսպես կոչված, ինքը հստակ ասում է, որ հիմա ավերակներ են դարձել։ Նկարները կան Աղբակ գավառի Բարդուղիմեոսի մեծ վանքը, որի վայրում վանք է կառուցվել։ Հիմա Թուրքիայի սահմանում է, որտեղ որ նահատակվել է Սուրբը։ Իսկ առաքյալը, իսկ Թադեի վանքը, առաքյալը ներողություն, Իսկ Թադեի վանքը նորից պատմական Հայաստան էր, հիմա ցավոք արդեն սա Պարսկաստան է, բայց միջև օրս կա, ինքը նաև մեծ վանք է եւ միշտ նկարներ եմ տեսել, թե ինչպես իրանահայերը կոնկրետ օր ունեն, ես գնում են այնտեղ մի քանի օր մնում են, վրաններ են խփում, մեծ ուրեմն տոնախմբություն են կատարում Թադեի վանքում։ Հետաքրքիր է, Պարսկաստանում պահում են մի տեսակ ավելի ակտիվ է, չէ, այդ ամեն ինչը, բայց Թուրքիայի սահմանում ամեն ինչ ավերակ է։ Վերջը իհարկե, թուրքերը բան չթողեցին, իսկ պարսիկները թողեցին։ Պարսիկներն էլ շատ հեշտ մուսուլման էին, կարող էին ավրել, բայց ինձ միշտ ասում են, դե որտես թուրքերը քո թշնամին են, բա պարսիկներին խի չես համարում թշնամի, պարսիկները իրենք մեր հանդեպ շատ թշնամանքով են վերաբերել, բայց այս պատմության ընթացքում, բայց այսօրվա իրականությունը պետքա տեսնել։ Իսկ այսօրվա իրականությունը նա է, որ մենք մի շատ հրաշալի կին կա, որը որ Պարսկաստանի պետության մեջ աշխատում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում աշխատում Պարսկաստանում։ Անունը չեմ ուզում տալ, որպեսզի իրեն բան չանեմ։ Ազգանու Ավետյան, ուրեմն այս կինը ահռելի աշխատանք է տանում, որ հայկական ժառանգությունը, լինի դա եկեղեցի, թե ասեն գերեզմանատներ, որ կոնկրետ հայկական են գյուղերում, պահպանվեն եւ ամեն ինչ անում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս դառնա։ Եվ Պարսկաստանի պետությունն է ֆինանսավորում այդ եկեղեցիների ու գերեզմանատների վերակառուցումը, որպեսզի դրանք չքանդվեն։ Հիմա այնտեղ էլ հայեր չկան, ցավոք սրտի։ Մեծ մասամբ հայերը գաղթել են։ Այնտեղ 300,000-անոց համայնքից ոմանց կարծիքով մնացել է 30-40 հազար հայ եւ հիմնականում Թեհրանում են, Իսֆահանում են, այսինքն կենտրոններում են, գյուղերը դատարկվել են։ Բայց եւ այնպես Պարսկաստանի պետությունը այսօր իրականությունը այդ վանքերն ու եկեղեցիները ինքն է պահում։ Ոչ թե Ադրբեջանի նման Արցախի եկեղեցիները ուսումը, ասենք դժվար կլներ Ադրբեջանն էլ պահեր մեր սրբությունը։ Դե իհարկե, չէ՞ որ նրանք թուրք են։ Էն են մուսուլման, էս էլ է մուսուլման։ Դե տարբերություն կա, դե հենց սա է, որ պետքա շատ լավ հասկանանք։ Եվ այս աղջիկը ասեց իր ուսումնասիրությամբ, եթե չեմ սխալվում, 600 եկեղեցի ունենք Պարսկաստանում։ Ու պետությունը տիրություն է անում։ Բայց դրանց գալի մասը իրենք կավաշեն են եղել։ Հայերը, որ գաղթել են, գիտեք, արդեն Շահ Աբբասի ժամանակ հիմնականում ամեն միտեղ փորձել են եկեղեցի կառուցել, բայց ոչ այդ մեծ քարերով հսկական, այլ ասենք կավից, եւ շատերը արդեն փլուզված են, խոնարհված են, եկեղեցու համար այսպես ենք ասում, բայց պատմական կարևորության վանքերն ու եկեղեցիները պահպանվում են եւ վերանորոգվում են պետության։ Այ Արցախում չունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի վանքեր։ Անկեղծ ասած չգիտեմ, բայց մենակ Գանձասարը արդեն ամեն ինչ արժի։ Ինչի, որտեվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եթե համաշխարհային կազմակերպություն է, օրենքով պիտի պաշտպաներ մեր եկեղեցիները Արցախի շրջանի, որ օկուպացվել է։ Դե այստեղ էլ հենց հարցերն է գալիս, որ նորից այդ պետությունը ինչքանով է հարգում ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Համաշխարհայինը։ Տենց էլ է լինում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պիտի հարգի կամ չհարգի։ Չէ, այսինքն իրենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին կարևորում են։ Իրանց հարաբերությունները, Կարմիր խաչը կարևորում են համաշխարհային մեծ կազմակերպությունները, թե իրանց համար իրենք վայրի ցեղեր են, իրանց համար դե։ Ադրբեջանը Կարմիր խաչին հանեց, Հայկ ջան։ Պատկերացնում եք այդ կազմակերպությանը հանեց։ Դե ուրեմն արդեն սա իր մեջ ամեն ինչ խոսում է։ Իսկ գալով նորից առաջի դար ուզում եմ ես խոսել, որ Բարդուղիմեոսը նաև այն կերպարն է, որ մանրանկարչության մեջ կամ ընդհանրապես նկարչության մեջ հանդես է գալիս աստվածամոր պատկերը ձեռքին։ Որովհետև ավանդույթ է, որ նորից ոչ միայն հայկական է, խոսում այն մասին,
որ երբ որ Աստվածամոր վերափոխման օրը, որ գիտենք որ Աստվածամայրը վերափոխվեց ու բոլոր հին եկեղեցիներն են սա ընդունում, որտեղ երբ որ գերեզմանը բացեցին, տեսան որ Աստվածամայրը գերեզմանում չի ու հիշեցին որ Քրիստոս խոստացել է որ իր մորը պիտի տանի վերև։ Եվ երբ որ ինքը այնտեղ չէր առաքյալներից այդ մեկն էր որ հեռու էր գտնվում, ասма իրեն պատկերը տվեցին Աստվածամոր ու ինքը այդ պատկերը բերեց Հայաստան։ Եվ այդ պատկերի հիման վրա առաջի վանքը կուսանոցը Բարդուղիմեոս առաքյալն է հիմնել Հայաստանում։ Կուսանոցը։ Այո, վանք կուսանոց, կույսերի, որտեղ Աղջիկների։ Աստվածամորն է նվիրված եղել Հասկացա։ եւ Աստվածամոր համար Աստծո կուսանոցը։ տենց սիրել են առաքյալները Մարիամ Աստվածածին։ Իհարկե։ Իրենց համար ինքը մայր Մեռնելուց էր։ հետո Իրենց համար մայր էր։ այլակերպվելուց հետո էլ նույնիսկ նկարը բերել են Հայաստան, ինչ հետաքրքիր է որ հիշեն։ Այո, եւ այդ Եկեղեցին նկարը հիշեն։ Խորենացին ինքն է վկայում, որ ինքը հրաշագործ նկար էր եւ իր օրոք դեռ կար։ Խոսում ենք 400-ականներ։ Այսինքն մենք խոսում ենք հիմա 60-ականներ, որտեվ պատմությունն ասում է 60-ականներին 66 եւ այլն եկավ։ 400 տարի է պահել են։ Մոտավորապես 400 տարի այդ պատկերը կար եւ ինքը հրաշագործ էր եւ մարդիկ աչքի լույսի պես դա պահում էին։ Այո։ Իսկ ինչ լեզվով են քարոզել Բաղդոմեոսն ու Թադեոսը։ Հայեր են, մենք վստահ ենք, որ հայեր են, որովհետեւ հոգու գալուստը եղավ եւ ամեն լեզուներից Աստված իրենց այդ շնորհը տվեց։ Բայց նշված չի պատմության մեջ։ Չէ, բայց ընդհանրապես սա ընդունված բան է քրիստոնեության մեջ, որ առաքյալները որտեղ որ գրում էին, այդ մարդկանց լեզվով էին խոսում։ Որտեղ հասան Հնդկաստանից մինչև Իսպանիա։ Եվ այդ ամբողջ հսկայական տարածքում հաստատ եբրայերեն իմացողներ չէին լինելու, ասենք Հնդկաստանում կամ Իսպանիայում, հա։ So, այն սա է ամբողջ իմաստը, որ Աստված այդ շնորհը տվեց առաքյալներին, որովհետև առաջի սերունդներ ու իրենք պիտի խոսեին, Աստծո խոսքը պիտի քարոզեին ամբողջ աշխարհում հենց այդ մարդկանց լեզվով։ Քայլող հրաշքներ են եղել, էլի։ Այո։ Առաքյալները։ Այո։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ հասկանում եք իրենց կերպարը մենք հենց այնպես նկարով չտեսնենք կամ շատ չցածրացնենք ու ասենք որ իրենք գիտեք մեր նման մեկն են, չէ, իրանք մեր նման մեկը չեն։ Իրանք բացառիկ կերպարներ են, մանավանդ որ հիմա Բարդուղիմեոսին մորթազերծ արել, օրինակ, արքան, մորթազերծ արել, նորա սպանել։ Իսկ Թադեոսն էլ նորից շատ խիստ պատժով է, սրախոխով է եղել։ Այսինքն այս մարդիկ սովորական մահով էլ չէին մահանում, իրանք տառապում էին, իրենց չարչարելով էին սպանում, որևէ տեղ։ Բայց նահատակներ են, որ Քրիստոսի լույսի համար, Քրիստոսի ճշմարտության համար այդ ամբողջ չարչարանքների մեջով անցան ու նախընտրեցին պահել ու ոչ միայն պահել, ու շատ միշտ եմ ասում, տարածել Քրիստոսի լույսը, որովհետև եթե կհիշեք Մատթեոս 28-ում ինչ է ասում Տերը, որ պիտի գնանք, պիտի ուսուցանենք, պիտի մկրտենք հոր որդու եւ Սուրբ Հոգու անունով, այսինքն պիտի վկայենք Քրիստոսին, ու այս մարդիկ հենց դա արեցին։ Եվ հաճախ հին ընկալման մեջ, հին գրականության մեջ մի քանի տեղ տեսել եմ, Հայաստանի նման վայրը համարվում էր հեռավոր սարերի մեջ խիստ բնությամբ վայր, որ շատերի համար դժվար է։ Վայրի, հա, որտեվ շատ ծայրահեղ բնություն է լեռների վրա, խիստ ծմերներ, շոգ ամառներ եւ այլն, բուք, քամի, բայց եւ այնպես իրանց համար դա խնդիր չէր։ Եթե Աստված կանչել էր իրենց գնալ դեպի լեռները, որ այս դեպքում Հայաստանն էր, ուրեմն իրենք պատրաստ էին նաեւ գնալ լեռները։ Հետաքրքիր է, լավ, ինչ արեց Քրիստոս առաքյալներին։ Այդ ինչ էր իրանց այդ կապը, ինչ տեսան առաքյալները, որ պատրաստ էին իրենց քերթեն երման ջրի մեջ լցնեն, կտրտեն, կան հասնեն Հայաստան աշխարհի ծայրերով ու պատմեն մի անձի մասին, ում հավատացել են, որ Աստված է։ Նախ տեսեք առաջի բառը դուք արդեն նշեցիք, հավատացել են։ Որ հստակ է, որովհետև տեսել են, որովհետև ապրել են ու որովհետև Աստված իրենց միջոցով կատարելագործել, որ որևէ մեկի միջոցով չի արել, բայց հիմա դուք ում համարը տենց կգնաք կմորթվեք, չէ՞։ Բայց հետաքրքիր ձեզ հենց էս է ուզում ասել, բայց հավատից ավելի մեծ բան կա։ Իրանք սիրել են։ Եվ եթե դու մեկին ի սրտե սիրում ես, եթե դու մեկին ի սրտե սիրում ես, դու պատրաստ ես իր համար նահատակության։
ու դա արդեն նորմալ է դառնում։ Երբ որ ծնողը զավակի համար պատրաստ է մորթազերծ լինի, մենակ թե զավակը ապրի, կամ իրան գցում է գազանի առջև, որ երեխուն պաշտպանի, երբ որ գազանի, ասենք երեխեն գազանանոցում ընկավ, ասենք արջերի մեջ, հայրը ցատկում է դեպի արջերը, իմանալով որ սա մահ է, բայց ինքը չի կարա կանգնի ու տեսնի թե ինչպես են իր զավակին կոշոտում գազանները։ Սա այդ իրական սերն է, սա այդ կատարյալ ագապեն է։ Եվ այստեղ այդ փաստը, որ այս մարդիկ կատարյալ ագապե են ունեցել Քրիստոսի անձի նկատմամբ, Աստծո նկատմամբ։ Եվ այդ սերն է, որ իրանց տանում է բաների, դիմադրում է ամեն ինչի, ամեն խնդիրների։ Ու դրա համար էր չէ Սուրբ Պողոս առաքյալն ասում առաջի Կորինթացիս 13-ի մեջ, երբ որ սիրո օրներն էր ասում, որ սերը համբերող է, նորող է, քաղցրաբարո է, եւ սերը ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն ինչի համբերում է։ Սո էսա, այդ իրական սիրո Դրա մասին։ մեջ ֆանատիկություն չեք տեսնում։ Չէ, սերը չի կարող ֆանատիկության հետ առնչվել, որտեղ ֆանատիկությունը անբնական երևույթ է, ինքը շեղում է։ Իսկ սերը ինքը հարմոնիա է։ Բայց ֆանատիկն էլ է, չէ, ասում է քո սիրո համար ես կմեռնեմ ու գնում մեռնում։ Դա խորքի մեջ, դա ուրիշ սիրո մի ուրիշ տեսակ է, որ հունարենում կոչվում է մանիա։ Դա սիրո տեսակ է, որ կոչվում է մանիա, որը որ առողջ չի, որը որ հիվանդ մտայնության կամ հոգեբանության մանիա եւ ագապեն աստվածայինն է։ Իսկ ագապեն ինքը այդ ամենաջերմ, ամենամաքուր ինքնազոհության գնացող դիմացինին առավել դասող սերն է, որը որ մենք տեսնում ենք Աստծո օրինակով եւ Աստծո որոշակի փոքրիկ դեպքում է նաեւ ծնողի օրինակով։ Որովհետեւ մանիան այո կա, որ մարդիկ կարող են մանիա ունենալ ինչ որ բանի նկատմամբ, բայց սա արդեն շեղված սերն է, որը որ տեղից էլ գալիս է մանիակ բառը եւ այլն։ Եվ այդ մանիայի ժողովուրդը երբեք 1700 տարի, 2000 տարի չեն մնում անսասան։ Իհարկե, դա ինքնակործանման սեր է, դա սեր էլ չի, բայց հունարենում 5 ձևի սերի բառեր կան, սիրո արտահայտության ձևով, որոնցից մեկը էրոսն է, էլի, որը պստես երևի դա, հա։ Մյուսը մանիան է։ Եվ այդտեղ է, այդ դրա համար հայերենում օրինակ կամ տարբեր լեզուներում միայն 1 բառ է, սեր, լավ, լյուբով, բայց հունարենում 5 բառ է, որ մենք հասկանանք, որոնց մասին է խոսքը։ Փաստորեն մեր եկեղեցին որպես ամփոփում, մեր եկեղեցին ընդունեց առաքյալներին, առաջին ոնց որ կոնտակտի մեջ մտած ազգերից է, որ անմիջապես 12 առաքյալների հետ թարմ այդ ուսմունքը բերել են եւ այդ մարդիկ իրենց հետ բերել են մերոն, ուսմունք, ձեռնադրություն, գաղափար, ով էր Քրիստոս, եկեղեցին ոնց պիտի կառուցվի, փորձել են եկեղեցին կառուցեն եւ այս Մաղդոմեոսի փոխանցած ուսմունքը մեր հոգևոր հայրերը անփոփոխ 2000 տարի 1700 տարի պահել են մինչև այսօր։ Կարելի է ասել ինչու՞ չէ, համարյա 2000 տարի, 40-ականներից 2025 թիվն ենք։ Այո, անփոփոխ պահված է, որովհետև ինչու եմ սա վստահաբար ասում, որովհետև ընդհանրապես եկեղեցական գրականությունը, որ նայում ենք, համաշխարհային, ոչ թե հայ, որոշակի գրքեր կան, որոնք շատ հին են, առաջի դարից, երկրորդ դարից սկսած, առաքելական շրջանի գրքեր են կոչվում, եւ երբ որ նայում ես ուսմունք, երբ որ նայում ես խորհուրդները, ինչպես էր կատարվում ու դա համեմատում ես հայ եկեղեցու հետ, տեսնում ես, որ 90 եւ ավել տոկոսով նույնն է։ Եթե ինչ-որ փոփոխություններ կան, դրանք շատ չնչին են, որտեղ մենք փորձել ենք այս ազգի մեծագույն շնորհը նա է, որ մենք փորձել ենք անաղարտ, մաքրամաքուր ձևով պահել այն ինչ-որ առաքյալները մեզ փոխանցել են։ Եվ դրա համար է, որ ուզում եմ ասել, որ հաճախ մենք սխալ ընկալում ունենք, որ ասում ենք առաքելական նշանակում առաքյալների հիմնած։ Սա ճշմարտության մի կեսն է, դրամի մի մասն է։ Երկրորդ մասը առաքելական, այսինքն նշանակում է վավերական, որը որ եղել է ու պահում է այդ ճշմարտությունը։ Եվ սա ավելի կարևոր է, որովհետև եթե շատ եկեղեցիներ կան, որոնք որ առաքյալների հիմնածներն են, օրինակ, ասենք մեր համար Հռոմի եկեղեցին, առաքյալների հիմնած, այդտեղ կասկած չկա։ Եվ Պետրոսի կողմից, եւ Պողոսի կողմից փաստերը կան, որ գնաց Հռոմի եկեղեցին հիմնեցին։ Բայց արդյոք Հռոմի եկեղեցին պահեց այդ առաքելական ուսմունքը։ Մեր համար շատ հստակ է, որ ոչ։ Շեղումներ տեղի ունեցան։
քաղաքական առումով, հազարումի տարբեր եսերի առումով, իրենք էլ են առաքելական հիմնադրված, բայց լինելը մեկ բան է, պահելը այդ ճշմարտությունը, իգին ամեն զոհողության, կյանքի, լրիվ ուրիշ բան է։ Ու դրա համար էս ազգեն ազգն է, որը որ պահեց։ Նույնը ասեն կարող եմ ասել վրացիների համար։ Հիմա իրենք բանավիճելի է իրենց մոտ առաքյալա հիմնել, թե չէ, սա իրենք փորձում են, բայց նույնիսկ եթե ընդունենք էլ Չի գնացել Վրաստան առաքյալ։ Մեր համաձայն չէ, իրենց համաձայն իրենք սև ծովով առաքյալ է եկել, Անդրեասը ինչքան հիշում եմ, իրանց մոտ է քարոզել, բայց իրանք Նինոին են շատ ընդունում, իբրև այդ 7-րդ դարի կույսերից մեկը Հռիփսիմյանց եւ այլն, այս բանը։ Ինչը լինի պարագան է, փաստը մնում է փաստ, որ ունենալը մեկ բան է, բայց պահելը լրիվ ուրիշ բան է։ Իսկ Թադեոսը չի գնացել Բաղդոմեոսը Վրաստան դեպի։ Չէ, դե Հայաստանում նահատակվել է։ Արդեն մեր մոտ նահատակվել է։ Հա, մերոնք էլ կարան փոխանցած լինեն վրացիքին հաստատ։ Հայո, իհարկե։ Եվ դրա համար էր որ միջև Եվ մենք ինչն ենք տոնում Գեղարդը ինչով որ ծակեցին Քրիստոսին, թե ընդունում ենք միտքը, որ առաքյալները բերեցին դա որպես վկայություն։ Տեսեք, Անի ջան, եթե շատ բարձ բան է։ Ես երեք նկատեցի, տոնում են, բայց մեծամասնությունը խաբար չի ինչ են տոնում, կամ ավելի շատ այդ Գեղարդն է ու իրանց մոտ Քրիստոսին բան ծակած Գեղարդը, բայց խորքային ոնց որ չկա հասկացող։ Տեսեք, զգուշ պիտի լինենք, երկու բան կա։ Մեկը, որ մակերեսային սնահավատության չվերածվի սա, որը վտանգը մեծ է, ես տեսնում եմ, որտեղ երբ որ մարդը ուսմունքը չգիտի, պատմությունը չգիտի, ինքը առարկաներից է կարճում ու այդ առարկաները դառնում են ցավոք սրտի նաև սնահավատության առիթ կարող են հանդիսանալ, որ շատ վտանգավոր է։ Ու այս օրինակը մի քիչ շեղվում եմ, բայց պիտի բերեմ, որ երբ որ անապատում օձերը խայթում էին ու սպանում էին հրյաներին Մովսեսն աղոթեց այդ բրոնզի օձը Աստված պատվիրեց, արա ասեց եւ երբ որ նային իրան կփրկվեն, թեկուզ եւ օձերը խայթել են, բրոնզի օձին կնային ու չեն մահանա։ Եվ հետագայում այդ բրոնզի օձը դարձավ ինքը կուրկ։ Այն առումով, որ արդեն իր անդեպ պաշտամունք էին մատուցում ու դրա համար արքան վառեց, որը ոչնչացրեց այն անոթը, որը որ շատերի փրկության առիթ էր եղել։ Սոպիտից զգուշ լինենք, որ հանկարծ առարկաները մենք կուրքի չվերածենք, բայց մյուս ծայրահեղությունն էլ կա, որ աղանների մեջ է, որ բացարձակ մերժում են իրերը, սրբությունները, սրբազան անոթները։ Ու սա էլ անընդունելի է, որովհետև եթե դու մի պա գիտակցում ես, որ այս անոթը, սրբազան անոթը Քրիստոսի մարմնի մեջ է մխրճվել կամ Քրիստոսի, ինչ ասեմ, մի փոքրիկ կոշիկի փոշին ունես։ Դա քո համար այնքան կարևոր է, անշուշտ պիտի զգուշանաս դա երկրպագելուց, բայց այնքան պիտի կարևորես դա, որովհետև դա քո Տիրոջ ու Փրկչի հետ է առնչվում, անմիջականորեն։ Ուրեմն այստեղ է, որ զգուշանանք երկու ծայրահեղություններից։ Մեկը մերժել, ոնց որ աղանն է անում, ասելով որ սա անիմաստ է, անկարևոր է, ու դրան հակառակ մենք անդադար տեսնում ենք, թե ինչպես Աստված անգամ նյութերի միջոցով էլ բժշկում, բերեցինք, ասենք օրինակի համար Պետրոսի թաշկինակը։ Բայց մյուս կողմից էլ զգուշ լինենք, որ դա չվերածվի այն պաշտամունքի առարկայի, որ արդեն սկսես այդ առարկան պաշտել, ոչ թե քո Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Եկեղեցին միշտ մեջ վարդապետները հրաշալիորեն փորձել են այդ ներդաշնակ բալանսը պահել, որ չմերժես, բայց նաև պաշտամունքի կուրքի չվերածես։ Այստեղ նորից գալիս ենք այդտեղ։ Եթե գիտելիքն ունենք, հայրերի ուսմունքը գիտենք, որ սա իր ահռելի կարևոր տեղն ունի, բայց սա պաշտամունքի առարկա չի։ Եվ այստեղ է, դրա համար նորից կարծես թե որերորդ անգամ ասում եմ, մեր Սուրբ Գրքի իմացությունն ու մեր հայրերի ուսմունքը առաքելական օգնում են մեզ, որ մենք ճիշտը պահենք եւ չշեղվենք։ Ճիշտ է։ Հայկ ջան, իմ հետև արդեն ժամանակը սպառվել է, բայց հետևորդուհիներիցս մեկը շատ խնդրեց, որ ձեզ հարցնեմ այն մարդկանց մասին, երբ քարոզում էին եւ առաքյալներ եկան, ասեցին Տեր, քո անունով այս մարդը հրաշքներ է անում, մոտավորապես եմ ասում, կոնկրետ չեմ հիշում, Քրիստոս ասեց թողեք, եթե իմ անունով է, թողեք, թող մի խանգարեք, թողեք, թող անեն,
այս կինը հարցնում էր այդ մարդկանց մասին, որովհետև ինքը ոնց որ վերագրի դրանց այն հավատաց աղանդավորներին, ովքեր այսօր հրաշքներ են անում եկեղեցիներում, ասում է իրանց ոնց որ ասում է թողեք, եթե իմ անունով է, թողեք թող հրաշքներ անեն։ Մարկոսինում մենք տեսնում ենք ու մենք այս մասին խոսեցինք, թե ինչպես Հովհաննեսն ու Հակոբոսը մոտեցան ու ասեցին տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում ու արգելեցինք նրան, եւ Քրիստոս պատասխանեց, որ թույլ տվեք, որովհետեւ չկա մեկը, որ նման գործ անի ու ինձ անարգի։ Հիմա հարցը ինչու՞մ է կանում։ Շատ հստակ ու պարզ է, որ այստեղի դեպքը հրաշագործության մասին է։ Կոնկրետ դևեր էր հանում Քրիստոսի անունով, բայց մեր հետ չէր շրջում, ասում է, բառերը շատ հստակ են, իրեն արգելեցին, որտեվ մեր առաքյալների հետ չէր։ Ու Քրիստոս ասեց թողեք այդ դիվահարությունը կամ դևերին հանելը էքսորսիզմը, այսօրվա հասկացած։ Դա նորմալ էր ինքը ընդունում, բայց ուսմունք տարածելը, ուսուցանելը երբեք չեք տեսնի, որ ավետարաններում ասվի, որ թողեք իրենք էլ իրենց ձև քարոզեն։ Ընդհակառակը, անդադար միշտ առաքյալներին առանձին ուսուցանում էր, բոլորից առանձին, առաքյալներին տվեց իմաստությունը, որպեսզի հասկանան գրքերը, կոնկրետ առաքյալներին Ղուկասի ավետարանում ենք մենք ընթերցում, եւ անդադար առաքյալներին բացատրում էր, եթե առակ էր ասում, հետո առաքյալներին բացատրում էր, որ իրենք պիտի լինեն ուսուցիչներ։ Ուրեմն բացի հրաշագործությունը, որը կարող են բոլորը անել, շատերը ցավոք սրտի նույն ինքը Տերն է ասում, որ շատ նշաններ կգործեն եւ շատերին կշեղեն։ Նշան հրաշքն է, բառացի Սեմեոն հունարեն, հրաշք։ Երկու իմաստով, նշան, բայց հրաշք նաեւ, նույն բառն է։ Նշաններ շատերը կարող են գործել։ Նշան չի նշանակում Քրիստոսի ուսմունքի քարոզիչ։ Բայց հաճախ մարդիկ, ինչպես որ հնում հրաշք են փնտրում, դրա համար էին գալիս Քրիստոսին, ասում են մեզ նշան ցույց տուր։ Եվ ասում էր պիղծ եւ անառակ սերունդը հրաշք ա ուզում, նշան ա ուզում, բայց իրան նշան չի տրվի, բացի կոնկրետ այսպես դեպքում Մարգարեի, Հովնան Մարգարեի նշանից, որը հարության խորհուրդներ ինքը բացատրում 3 օր կետի մեջ մնաց, հետո փրկվեց։ Հստակ տարանջատում կա հրաշագործության եւ ուսմունք տարածելու կամ ուսուցանելու։ Քրիստոսի անունը լսելուց չարը գնում է, բայց դե ոչ բոլոր չարերն են գնում։ Դու գնում։ կարող ես ունենալ այդ շնորհը։ Աստվածային շնորհը հրաշք գործելու։ Մարդիկ շնորհներ ունեն տարբեր, բայց ուսուցումը ճշմարտության Իսկ կապ չունի դու ճիշտ ուսմունքի մեջ ես, թե չէ այդ շնորհը Չէ, կապ չունի, որովհետև դրա համար ենք ասում, չար ասեց այնքան նշաններ կանի, որ շատերին կարա շեղի, նույնիսկ ընտրյալներին կարող է շեղի նշանների միջոցով, բայց գուշեղեք։ Նշանը երբեք չի նշանակում աստվածային կատարյալ ինչ-որ բան։ Երկու բան կա, որ աստվածային Շնորհտաղանդ է էլի ընդամենը, չէ՞, ես ոնց հասկանում եմ։ Նշանը գերբնական միջոց է, որը որ չար ինքն էլ ունի։ Բնականից հրաշքը ինչ է, բնությունից բարձր մի բան է, որ մենք տեսնում ենք, որ բնական չի, բայց ինքը կատարվում է, մետաֆիզիկա հունարենով, բնությունից բարձր։ Սա հստակ է, որովհետև բնությունը մի բան է, որ նյութականը փոքր, ցածր է, դրանից բարձր կարա լինի։ Ու այդ նշանները գործվում են։ Բայց երկու բան կա, որ չարը չի կարող կեղծել կամ չի կարող ունենալ։ Կփորձի կեղծել, բայց չի կարող ունենալ։ Առաջինը ճշմարտությունն է, որովհետև Քրիստոս ասեց ինքը սուտն է ու ստի հայրը, բայց ինքը սուտը այնպես է ներկայացնում, որ ճիշտ է դուրս գալիս, կեղծում է ճշմարտությունը, բայց ինքը ճշմարտություն չի կարող ունենալ, որովհետև Քրիստոս ինքն է ճշմարտությունը, եւ երկրորդ սեր։ Չարը սեր չունի, չի կարող ունենալ, ինքնազոհ սեր, որովհետև եթե ունենար, այլևս չէր հպարտանա եւ երկնքից չէր իջնի ու Քրիստոսին կամ Աստծուն կընդուներ իրենից մեծ ու բարձր ու կասեր սիրում եմ քեզ Տեր Աստված, որովհետև դու ես ինձ ստեղծել եւ ես չեմ ուզում հասնեմ քո աթոռին հավասար աթոռ ունենամ, որովհետև ես շնորհակալ եմ այն ինչի համար, որ դու ինձ տվել ես, այսքան շնորհներ ես տվել։ Ուրեմն միշտ հայրերը կամ սրբերը այս միտքն են ասում։ Հասկանանք, որ որտեղ ճշմարտություն կա եւ որտեղ սեր կա, այդտեղ չար չկա։ Մնացած ամեն դեպքերում հավատ, Քրիստոս ասես դևերն են հավատում։ Դևերն էլ հավատ ունեն։ Հրաշագործություն Միատեղը ճշմարտության ու սիրո տարածքն է, որ չարը չի կարա մտնի։ Կարա ճշմարտությունը շեղի, բայց Դրա համար ենք ասում, որ Քրիստոս ինչ ասեց, եկեղեցին այն վայրն է, որը դժոխքի դռները չեն կարող ավերել։ Որտեղ ճշմարտությունը ապրում է։ Այո, բայց միշտ հարվածում է, միշտ ճշմարտությունը փորձում է փոխել կամ ուրիշ ճշմարտություն բերել։
Դրա որ համար ասի է հիմա հարցակվում մեր եկեղեցու վրա։ միշտ է հարցակվել, անդադար է հարցակվել եւ ամբողջ նպատակն է ու ինչքան շատ խոցելի ես, այնքան ավելի շատ քո վրա հարցակում Գույությունը կա։ քո դեմ է օգտագործում։ Որովհետեւ գազան ինչպես է, երբ որ տեսնում ես դու զորեղ ես, զգուշ է, բայց երբ որ տեսնում ես որ թուլացած ես, ավելի մեծ է։ Դրա համար այս նույն օրինակը Պետրոս Առաքյալը տվեց իր թղթի 5-րդ գլխում, առաջի թղթի, երբ որ ասեց չարը սատանայի պես մռնչում է շուրջդ, առյուծի պես, տեսնելու թե երբ ես դու թույլ խոցելու, որ այդ ժամանակ հարցակվի։ Վաու։ Եվ հիմա այս խոցելի վիճակն է, որ հիմա հարցակվում է։ Մեր եկեղեցին հիմա շատ խոցելի է։ Այո։ Եվ մեզանից յուրաքանչյուրը իր գործով ու իր աղոթքով պիտի ներծուկ կանգնի։ Ամեն։ Զինվորյալ։ Այո։ Անիճ։ Դու գալիս ես զինվորյալի բան։ Այո։ Այո։ Հուսամ դա էլ է շնորհք եւ ոչ թե ագրեսիա։ Աստված օրհնի ձեզ շատ, Հայկ ջան։ Նմանատես։ Ինձ համար շատ մեծ հայտնություն էր, այն որ մի բանը գիտես, բայց չգիտես փաստորեն, որտեղ որ կա ճշմարտություն եւ կա սեր, իրոք էլի, շատ անգամ հոգեվոր մարդիկ են խոսում, բայց դու զգում ես, որ դե չկա ճշմարտություն ու սեր, ու մեկ էլ միանգամից տրամադրությունը ոնց է փոխվում, երբ որ մարդ խոսում է սիրուց, իսկական սիրուց ու ճշմարտությունից, ու դու զգում ես ինչ զորեղ է, ինքը ինչ հանգիստ է ու խաղաղ է, բայց այն զորություն կա մեջը։ Այդ տարբերությունը, ինչքան լավ ասեցիք, որ այո, չարը կփորձի ճշմարտությունը շեղել, բայց իսկական ճշմարտությունը տարբերվում է եւ այդտեղ չարը չի կարող ապրի եւ ինչքան ապահով տեղ է եկեղեցին, եթե եկեղեցում է ապրում ճշմարտությունը եւ սերը, եւ ասեցիք, որ մնացած բոլոր տեղերում չարը կարա գնա եւ մնա, չէ՞, բացի այնտեղ որտեղ կա ճիշտ ուսմունք, Աստծո ճշմարտությունը Եվ սերը, այո։ հրաշքը։ Շնորհակալություն շատ, այստեղ մեր ժողովուրդը ասում է Փառք Տիրոջը, առաքելական եկեղեցու համար շնորհակալություն, որ փոխանցեցիք մեզ այս հրաշալի տոնի մասին, հիմա գոնե հասկանալով կուրախանանք, թե ինչի մասին է խոսքը, թե մեր ազգը ինչ մեծ պատվի է արժանացել Աստծո կողմից։ Այո։ Մի հոգի չէ, երկու հոգի։ Այո։ Եկել են մեր երկիր, Փառք Տիրոջը, շնորհակալություն Հայկ ջան, որ կիսվեցիք Ամեն, մեզ։ անիճան։ Ես շնորհակալություն մեր հետևորդներին, ովքեր մեզ հետ են, անպայման կիսվեք, ես էլ կկիսվեմ վիդեոյով, որ բոլորը լսեն։ Այսօր այսքանը, էլի անցանք, մեզ մոտ արդեն խասյաթ է դարել, ժամից անցնել է, բայց երևի թե պետք էր։ Փառք Աստծո։ Գնացինք Հայկ ջան, լավ մնացեք ժողովուրդ ջան, հաջողություն, thank you։